Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube-ի պաշտոնական ալիքում սկսում ենք կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ուղիղ հեռարձակումը։ Թիմերը դուրս են գալիս դաշտ, Ավանի ակադեմիայում ենք մենք եւ սպասենք պաշտոնական արարողությանը կընչեն երկու երկրների պետական օրհներգերը, որից հետո արդեն կծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմին։ Եվ ներկայացնեմ նաև նրանց մեկնարկային կազմը դարպասում համար Շիխ Շաբեկովան, քիչ առաջ ուժային պայքարում գերազանցեց Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստին, Լարա Կազանչյան, լավ փոխանցում էր Վերոնիկա Ասատրյան, մտավ Տուգանայր ապարակ ու շարունակվում է գրոհը դեռ, բավականին սուր փոխանցում էր, նորից Շիխ Շաբեկովա եւ գնդակը մոտ էր դարպասում հայտնվելուն, բայց Նազիմ Իսմայիլովայից հեռացավ դեպի անկյունային, փոխանցում բարձրից, հարված և նորից Ղազախները հանում են գնդակը անկյունային, այս անգամ բումը կանալու է Գորիում, Վրաստանում, ինչպես գիտեք Բելարուսի հավաքականը իր տնային հանդիպումները չի անցկացնում Բելարուսում, իսկ այստեղ առաջին սևը այս խաղում Ալինա Պողոսյանի կողմից, հերվից բավականին Էլիանա Ղազարյանը և ստիպեց խախտել խաղի կանոնները։ Սավանա Թեյլորն է գնդակի մոտ, կատարում է փոխանցում բարձրից, գնդակը հասավ մրցակցի Տուգանայինի մատույցներ և գոլ! Եվ գոլ! Կազանչյանը, ոչ, Կարագեզյանը, իհարկե Կարագեզյանը բացում է հաշիվը, չկար խաղից դուրս և Հայաստանի հավաքականը առաջ անցնում։ Հիմա տեսնենք կրկնապատկերը։ Անի Սաֆարյանի հարվածը չստացվեց, փոխարենը ստացվեց շատ լավ փոխանցում դեպի Սվետլանա Կարագյոզյանը։ Տեսնենք կրկնապատկերը ևս մեկ անգամ։ Այո, իսկապես չկար խաղից դուրս։ Եվ կդարձյալ անցնում է Ղազախստանին, այստեղ շատ լավ է խաղում քիչ առաջ դաշտ մտած ֆուտբոլիստը և տեսեք թե ինչ գոլ է խփում Ամինա Բիբոսինովը։ Եթե այսքան լավ է նա խաղում ինչու էր Պայստային նստարանին Ղազախստանին, այստեղ շատ լավ է խաղում քիչ առաջ դաշտ մտած ֆուտբոլիստը և տեսեք թե ինչ գոլ է խփում Ամինա Բիբոսինովը։ Եթե այսքան լավ է նա խաղում ինչու էր Պայստային նստարանին Նորից Հայաստանի հավաքականը գնդակով պետք է խաղից գոլ խփել, մենք կարող ենք անել դա, Չոլակյան այսօր շատ լավ տպավորություն թողնում են, կրկնում եմ մանավանդ առջևի գծում, շատ լավ ֆուտբոլ են խաղում, իսկ ինչ էր սա, այստեղ պետք էր խախտում արձանագրել։ Իսկ Հայաստանի հավաքականը գնում է գրոհի, հիմա մենք ունենք տարածություններ, Լարա Կազանչյան, մտավ Տուգանայր ապարակ, Կազանչյանը հարվածեց և սուր անկյան տակ հարվածեց, Նազիմ Իսմայիլովան հանում է գնդակը, Կազանչյան Թարմ է նա իհարկե ու կարելի է գնալ առաջ, տարածություն կա, լավ փոխանցում ստացվեց Վերոնիկա Ասատրյան, դե երկար է մտածում Ասատրյանը և փրկում է Նազիմ Իսմայիլովան։ Ինչպիսի հնարավորություն է բաց թողնում Հայաստանի հավաքական, այո Ղազախստանը գրոհում էր, իսկ մերոնք համբերատար սպասում իրենց նման անհաջող որոշում կայացրեց Եկատերինա Բաբշուկ, ավարտված է հանդիպումը 1-1 Հայաստան-Ղազախստան կանանց հավաքականների միջև խաղում Սվետլանա Կարագյոզյանի գոլին պատասխանեց Անելիա Մամիրովան։